Ինչպես է Շենգավիթի համայնքապետարանը փաստացի թաքցրել ենթադրյալ հանցագործության դեպքը, թույլ տալով, որ դա կատարած Երևանի համար 143 մսուր մանկապարտեզի նախկին տնօրեն Ռուզաննա Դանիելյանը պաշտոնում վերականգնվելու հնարավորություն ստանա։ Աղմկահարույց բացահայտումները տեղի են ունեցել Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանի պաշտոնավարման ընթացքում 2024 թվականի հունիսին։ Դրանք սակայն թաղապետի աշխատակիցների թեթև ձեռքով ոստիկանության մոտ հայտնվելու փոխարեն փաստացի թաքցվել են իրավապահներից։ Նախ ծնողները բացահայտել են, որ տնօրենը նկուղում է պահում երեխաների համար նախատեսված սննդի մեծ մասը, ընդամենը փոքր չափաբաժին հատկացնելով նրանց, իսկ մնացածը վաճառում։ Նրանք մինչև օրս ապշած են տնօրենի արարքներից։ Իր մանկապարտեզում իր թորնիկն էլ է եղել մանկապարտեզում մեր խմբերից մեկում։ Երբ որ իր թորնիկը դե իմ թորնիկը այս ճաշիկները չի ուտում, մանկապարտեզի կերակուրը չի ուտում, այսինքն ինչի չի ուտում։ Որովհետև համով չեն պատրաստում, որտեղ յուղ չեն դնում, որտեղ կարակը չեն դնում, որտեղ կանանչին չեն լցնում, որ համով հոտա ճաշին, որտեղ միսը չկա մեջը, որ երեխան ուտի, այսինքն իրանց երեխայի համար ինքը հատուկ տանից հոլանդական պանիր էր բերում, 30 երեխաների մեջ առանձնացնում մի տեղեր իր թորնիկի նստացնում, ինքը հոլանդական պանիրն էր ուտում, իր համար հատուկ խոհանոցում կարտոչկի ժարիտ էին պատրաստում բերում ուտում, այսինքն իր երեխան, չգիտեմ, վերևից էր իջել, մեր երեխաները բոլի ծակից էին դուրս եկել, որ կարային ինչ սարքեին, իրանք ուտեին։ Թաղապետարանի աշխատակիցները ծնողների ահազանգով մանկապարտեզ են գնացել, տեղում արձանագրել, որ սնունդն իսկապես նկուղում է պահվում, սակայն իրավապահներին դիմելու փոխարեն որոշել են տնօրենի հետ համաձայնության գալ։ Տնօրենին միջոցառումից դուրս են հանում, կաբինետում խոսում են, կաբինետում չգիտեմ դիմումի համաձայնության են գալիս, որ պետք է ազատվի, մենք մնացած հարցը թողնում ենք թաղապետարանի վրա, որ ինքը իր պատշաճ ձևով աշխատի, բայց ոնց հասկացանք թաղապետարանը ահազանգ չի տալիս ոստիկանություն, արկից օգտվելով Դանիելյանը, որ ահազանգ չունեն ոստիկանություն, ինքն իր իրավաբանի հետ խոսելով հասկանում է, որ ինքը լիովին իրավունք ունի նորից վերականգնելու իր աշխատանքը։ Թաղապետարանից ծնողներին վստահեցրել են, թե դիմելու են իրավապահներին, ինչը տեղի չի ունեցել։ Դեպքը քննչական կոմիտեի տիրույթում հայտնվելու փոխարեն ի վերջո քաղաքացիական դատարանում է հայտնվել, երբ տնօրենը մտափոխվել է եւ 2024 թվականի հուլիսի 25-ին դիմել քաղաքացիական դատարան, աշխատանքը վերականգնելու հայցով։ Առիթը, որ տնօրեն այլևս տնօրեն չի, այն դեպքը, որ տեղի ունեցել, որից հետո պրոցեսներ են եղել եւ արդյունքում ինքը այլևս աշխատանքի չի, դա եղել է գողությունները, դա եղել է սնունդը, դա եղել է աշխատակազմի հետ կապված հարցերը, այսինքն այն ինչի համար, որ աղմուկ էր բարձրացվել ու այդ աղմուկից հետո ստեղծվեց իրավիճակ, որ ինքը այլևս տնօրեն չէր, դրա հետ կապված որևէ ընթացք, որևէ քննություն, որևէ բան չի եղել։ Միայն Դանիելյանի դատարան դիմելուց հետո օգոստոսի 1-ին թաղապետարանում աշխատանքային խումբ է ձևավորվել, ուսումնասիրություններ են կատարվել մանկապարտեզում։ Տնօրենի հայցի քննության ընթացքում թաղապետարանը նաև այդ ուսումնասիրության մանրամասներն է ներկայացրել դատարանին։ Պարզվում է արձանագրվել են, որ մանկապարտեզի տնտեսական եւ գրասենյակային ապրանքների պահանջագրերը թերի են, երեխաներին հատկացված սննդի չափաբաժինները խախտված։ Ավելին ուսումնասիրության ընթացքում պարզել են նաև, որ աշխատակիցներից որոշները գրանցված են եղել մի շարք հաստիքների համար, սակայն ստացած աշխատավարձի մի մասն արձերն փոխանցել են տնօրեն Դանիելյանին։ Հատկանշական է, որ հանցագործության տարեր պարունակող այս բացահայտումները թաղապետի աշխատակազմը ոչ թե ոստիկանությանն է ներկայացրել, այլ քաղաքացիական դատարան, որի տիրույթում ընդհանրապես տնօրենի աշխատանքային իրավունքների խախտման հարցի քննությունն է եղել։ Արդյունքում դատարանը որոշել է մասնակիորեն բավարարել Դանիելյանի հարցը, համարելով, որ նրա աշխատանքային իրավունքները խախտվել են։ Դատարանը ըստ էության հանցանքի առկայության փաստին չի անդրադարձել, չունենալով դրա լիազորությունները։ Որոշումը թաղապետարանը բողոքարկել է բարձրատյաններում, սակայն ապարդյուն։ Դատարանի որոշմամբ այժմ տնօրենը պետք է վերականգնվի իր պաշտոնում, իսկ համայնքը նրան փոխհատուցում պետք է տա հարկադիր պարապրուդի դիմաց։ Ինչու թաղապետարանը հանցագործության մասին հաղորդում չի ներկայացրել։ Նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը մեծ զրույցում նշեց, որ հանցագործության վերաբերյալ փաստական ապացույցներ չեն ունեցել։ Նա դատարանին է մեղադրում տնօրենին պաշտոնին վերականգնելու որոշման համար եւ ափսոսանք հայտնում, որ նման մարդը վերադառնալու է երեխաների հետ աշխատելու։ Ըստ էության թաղապետարանը հիմա էլ գործին ընթացք չի տվել։ Փոխարենը ծնողներն իրենք են որոշել անել դա։ Նրանք ստորագրահավաք են կազմակերպել օրեր առաջ դիմել քաղաքապետարան եւ գլխավոր դատախազություն։ Մեզ այլ ելք քան դիմել դատախազություն չէր մնացել, որտեվ ուրիշ ձև հնարավոր չէր կանխել, որպեսզի այդ տնօրենը մտնի պարտեզ։ Դատախազությունից մեզ հայտնեցին, որ ստացել են ծնողների բողոքը եւ ընթացք տվել դրան։ Ռուզաննա Դանիելյանի հետ զրուցել մեզ չհաջողվեց։ Նա նախ խնդրեց ավելի ուշ զանգահարել իրեն, հետո էլ ուղղակի անպատասխան թողեց մեր զանգերը։ Իսկ ծնողները պնդում են ամեն ինչի պատրաստ են նրա վերադարձը կանխելու համար։ Արդյոք քրեական գործ կհարուցվի եւ ովքեր կհայտնվեն մեղադրյալի աթոռին։ Տնօրենից բացի պատասխանատվության կենթարկվեն նաեւ փաստացի հանցագործությունը կոչված թաղապետարանի աշխատակիցները, նաեւ նախկին թաղապետը։ Դեռ պարզ չէ։